Ես որպես մարզպետել եմ, որ Ռազդանի քաղաքապետի պաշտոնում տեսնում Արամ Դանիելյանն, ինչի՞ չես անում։ Դե դժկամը ոչ չեն դրել։ Իրենք ասում են, որ կաշառք եք բաժանում։ Շնորհակալություն։ Համ ընտրողներից, համ չընտրողներից։ Բոլորն էլ մեր հրազդանցիներն են։ Այդ հրազդանցիների համար փողոցները պետք է բարեկամեն։ Ավականին է քաղաքապետին, չէ՞, մենք Հարցնեք նախկիններին և քաղաքապետին։ Պարոն Գուրյան, 14 տարի ոչ մի բան չէր արել քաղաքապետը, ձեզ որ գնում եք Հրազդան քաղաք, այնտեղի օրինակ վիճակը գոհացնում է։ Ինչու՞։ Պարոն Դանիելյանին դուք նկատողություն տվել եք դրա համար, որ իբրև քաղաքապետը վատ է աշխատել։ Հետո զրույց եմ ունեցել, որ ասել եմ պետք է ամեն ինչ շրջում։ Փաստորեն չի Այդ պատմի չեք շարքաստորեն չի արել։ Որտե վատ աշխատողներ, ինչեք շարքել, որ նորից լինի քաղաքապետ կարող է։ Բայց ով ասում, որ վատ է աշխատում։ Ժողովուրդը ասում եք Եթե դուք համայնքային բյուջեները նայեք, տեսնեք, որ Արամ Դանիելյանը այն ինչ որ այսօր այդ քաղաքում խնդիրներ կա, հաստատ այդ բյուջեով չէ կարող։ Այսինքն ուզում եք բյուջեն ավելացնել իրենց։ Չէ, Բա ո՞նց բյուջեն եք խնդրում։ տարբեր ծրագրերով։ Այնուամենայնիվ չասեցիք ինչու։ ոչինչ չեմ բացա։ Ընտրություններին աջակցել։ Որտեվ իմ ընկերն է Արամ Դանիելյանը։ Դրա համար եք աջակցում իրեն։ Հարաբերություններ եք ոչ։ Ես թաղային, ես մարզպետ եմ, թաղային Ընկերական հարաբերություն։ ասում եմ, առաջինը իմ ընկերն է, երկրորդը իշխանության տեխնացում է։ Ես էլ կոնկրետ Կոտայքի մարզպետն եմ, պաշտպանել եմ Արամ Դանիելյանին, թեման փակեցինք։